Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում ամենապոզիտիվ եւ ամենաինֆորմացիոն հաղորդումը՝ Բարի լույսը։ Իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր հունիսի 5-ն է, շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը։ Տոնը հաստատվել է Ստոկհոլմում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972 թվականին։ Այդ օրն իր աշխատանքները սկսեց շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող Ստոկհոլմի հանձնաժողովը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարվա այս օրը անցկացնել միջոցառումներ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը։ Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկա-քիմիական, կենսաբանական եւ այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու բնական պաշարների խելամիտ օգտագործումը։ Մենք այսօր կրկին անդրադառնալու ենք այս թեմային, ունենալու ենք հյուր, որի հետ քննարկելու ենք բնության պահպանման հիմնական մարտահրավերների խնդիրների մասին, իսկ մինչ այդ մտածում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր առավոտվա լավ տրամադրությունը պահպանելու համար լսենք երաժշտություն, հիմա առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք մեր եթերը։ Վստահ եմ, որ տրամադրությունը բարձր է եւ հատկապես բարի լույս է մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, ինչպես հաղորդման սկզբում նշեցի, այսօր բնության պահպանության միջազգային օրն է։ Իսկ որոնք են բնության պահպանության համար արվող քայլերը, ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան, կիմանանք զրուցելով Կանաչ Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Թեհմինե Ենոքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ դուք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ։ Եվ մինչև մեր բուն թեմային անցնելը մեր հյուրերին տալիս ենք մեր ավանդական հարցը։ Ինչպես է սովորաբար սկսվում առավոտը, ինչպես է անցնում օրը ձեզ համար։ Բարդ հարցը ամեն օր տարբեր ձև է սկսվում, երևի թե հիմնականում գոլջուր խմելով, որոշակի մարզանքներ անելով, շնչառական վարժություններ անելով եւ նայած թե որ ժամից է սկսվում, երբեմն նկարահանումներով առավոտյան ժամի 5-ից, այնպես որ շատ տարբեր է։ Այսօր բնության պահպանության միջազգային օրն է։ Ինչ նշանակություն ունի այս օրը ձեզ համար եւ հատկապես երբ որ դուք Կանաչ Հայաստան կազմակերպության նախագահն եք, նաեւ կազմակերպության համար, ինչ նշանակություն ունի այս օրը։ Շնորհակալություն այս կարևոր օրվա համար, որ տաղավար եք հրավիրել եւ հնարավորություն եք տալիս ձեր մարզի բնակչությանը եւս բնապահպանական խնդիրների մասին լսել եւ կարևորել այս հարցը։ Այո, շատ կարևոր է, որովհետեւ մենք բոլորս բնության մասնիկ ենք եւ բնության մեջ ենք ապրում, ցանկացած փոփոխություն բնության մեջ նաեւ ուղիղ ազդեցություն ունի մեր առողջության վրա, մեր կյանքի որակի վրա, մեր կենցաղի, մեր երեխաների ապագայի վրա եւ այն ինչ որ մենք հիմա անում ենք, այն ինչ որ որպես պետություն, որպես քաղաքացի, որպես բիզնես իրականացնում ենք, դրանք ուղիղ ազդեցություն ունեն մեր վաղվա օրվա վրա, մեր երեխաների առողջության վրա եւ պիտի շատ պատասխանատու կերպով մոտենանք այդ խնդիրներին եւ աշխատենք վնաս չպատճառենք բնությանը, որովհետեւ ամեն ինչ բումերանգի հետ է գալիս։ Ինչ ասեցիք, որ ամեն քայլ պետք է արվի, ինչ եք նկատում, ինչ քայլեր են արվում եւ հիմնականում ինչ բնապահպանական խնդիրներ եք տեսնում այսօր Հայաստանում, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Իհարկե շատ հրատապ հարցեր ունենք, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում անպատասխանատու շահագործման, անխնաշահագործման, պոչամբարների բարձի թողի վիճակի վերաբերյալ ունենք լուրջ խնդիրներ, օդի աղտոտվածությունը, որ մեր համար դարձել է օրինակ Երևանի եւ հարակից մարզերի համար հատկապես շատ օրհասական հարց, որովհետեւ օդի աղտոտվածությունը ունի մի շարք պատճառներ, հարակից տարածքներում հանքերի բաց շահագործման տարբերակները, որ ուժեղ քամիները, որ փոշին լցնում են ուղղակի քաղաք եւ հատկապես անխնաշինարարությունը, որը որ ոչ մի ձև չի կանոնակարգվում, այդ ամբողջը այդ օդի բարձր աղտոտվածության մակարդակը ուղղակի խեղդում է եւ մեզ որպես արդեն հասուն մարդկանց եւ երեխաներին, ովքեր որ ուղղակի դրան դիմակայելու հնարավորություն չունեն, մենք էլ չունենք իրականում, բայց շարունակում ենք ապրել այս կեղտոտ միջավայրում եւ դա մեր վրա իրականում շատ լուրջ ազդեցություն է ունենում, հատկապես առողջության տեսակետից քաղցկեղի տեսակներ կան, որոնք հենց ի հայտ են գալիս այս փոշու պատճառով,
որի վրա պետք է առողջապահության նախարարությունը, Հայաստանի կառավարությունը պիտի հատուկ ուշադրություն դարձնեն, ինչը չեն անում, ինչը բաց է։ Մենք որպես կազմակերպություն փորձում ենք կրթությունը կարևորենք, նկարահանում ենք ֆիլմեր, դոկումենտալ ֆիլմեր, ապացուցողական գիտական ֆիլմեր, որոնք որ բնության մասին են, բնության խնդիրների ու ցավի մասին են եւ մարդկանց խնդիրների մասին են եւս, որտեղ մարդիկ են դրա կրողը, ինչպես ասում են, բնությունն առանց մարդկանց կարա գոյատևի, իսկ մարդիկ առանց բնության ոչ։ Շատ ենք, այնպես չի, որ Հայաստանում միշտ խոսում ենք օդի աղտոտվածության մասին, բայց այս վերջերս շատ ակտիվացավ այդ թեման եւ գրեթե բոլոր սոցիալական ցանցերում քննարկում են, որ օդի աղտոտվածությունը ավելի է մեծացել, ինչն է պատճառը, որ այն ավելի է ակտիվացել, այդ շինարարություններ, թե այլ պատճառներ նույնպես։ Մի քանի պատճառ նշեցինք, նախ բաց հանքերն են, որոնք ուղղակի քամու ուժեղ ազդեցության պարագայում այդ փոշին ամբողջությամբ տեղ չունի գնալու բարձրանում օդ եւ շենքերը, որոնք անկանոն կերպի թույլտվություններ ունեն եւ դրանք կառուցվում են, երբեմն շենքեր կան, որոնք ուղղակի չեն ավարտում իրենց շինարարությունը եւ այդպես էլ մնում են եւ դրանք բաց աղբյուր են։ Նաեւ այն կտրված ծառերն են, որոնք որ կարող են քիչ թե շատ մեղմեին Երևանում օդի աղտոտվածությունը կամ չեմ տարանջատում Աբովյանը Երևանից, որովհետեւ համարյա նույն կլիմայական գոտում ենք գտնվում, ամբողջությամբ այդ աղ պետք է եղտե այդ փոշին, ուղղակի լցվում է մեր թոքերը, մեր տները, ուղղակի անհնար է այդպես ապրել, որովհետև դրան կանխարգելման մեխանիզմ շարքային քաղաքացին չունի։ Դրանք պիտի լինեն այդ ծածկ պետք է ունենա այդ քամին, չկարողանա այդ փոշին բանանի, տարածի, ինչպես նաև պիտի հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի ընկերությունները վերահսկողության տակ լինեն, ինչ շինարարություն ուզում լինի, ինչ հանք ուզում լինի, պիտի ենթարկվեն դրան, բարձր տուգանքներ պիտի լինեն, որովհետև ցածր տուգանքներով կամ չնչին գումարներով ուղղակի այսպես ասած ավելի հարմար է տուգանք վճարել եւ աղտոտել, քան չվճարել կամ բարձր վճարելու պարագայում գուցե մեղմեին իրենց գործողությունները բնության նկատմամբ։ Նաև որոշ քայլեր արվում է մարդու կողմից, բայց նաև անխուսափելի է բնության արհավիկները։ Իսկ Հայաստանում որքանով են մարդիկ պատրաստ դիմակայելու, օրինակ երկրաշարժերի ինժեներներին որքանով են պատրաստ եւ ինչ քայլեր են այս առումով արվում։ Գիտեք, արհավիրքների մասով, եթե դիտարկենք աշխարհում տեղի ունեցող ցունամիները, չգիտեմ, հրաբուխները, այդ տեսակ բաները կամ նրանք լուրջ ազդեցություն ունեն եւ մարդը մեծ հաշվով անզոր է այդ ամեն ինչի դեմ։ Մենք գիտենք դեպքեր, որոնք որ հենց մարդածին գործունեության արդյունքում են, օրինակ պոչամբարներ փլուզվել եւ մի հսկա համայնքներ, գյուղեր, չգիտեմ, քաղաքներ մնացել են պոչամբարի տակ։ Սրանք մարդու արած գործունեության հետևանք են եւ ոչ դրան ես կարող դիմակայել, ոչ մյուսին, որովհետեւ նախ եւ առաջ են մարդիկ, ովքեր որ պաշտոն են զբաղեցնում եւ թույլտվություններ են տալիս տարատեսակ գործունեության համար, պիտի գիտակցեն, որ իրենց ամեն մի քայլը, ամեն մի թույլտվությունը բնության մեջ կոնկրետ մի վերք է բացում եւ դրա ունի հետևանք, դա ուղղակի հենց այնպես մի թղթի կտոր չի, որի տակ ստորագրում են, դա իրապես լուրջ հետևանքներ է ունենում։ Հայաստանում մենք ունեցել ենք անցած տարի կամ նախանցած տարի էր կարծեմ ունեինք դեբետ գետը, որ հունից դուրս էր եկել եւ ունեցանք աղետի գոտի կարելի ասել օրի եւ Տավուշի հատվածում կներեք եւ մարդիկ մինչեւ հիմա վերականգնողական փուլում են գտնվում, տներ չունեն առանց հետել աղքատ վիճակում ապրող ընտանիքներ են, հիմա չունեն հնարավորություններ մինչև հիմա վերականգնում են իրենց գույքը կամ իրենց կենցաղը։ Սա լուրջ խնդիր է եւ ոչ մեկ ապահովագրված չի, հատկապես ես կուզենայի այս օրը այս եթերը օգտագործելով ասել, որ հատկապես պոչամբարների մասով մենք ոչ մի անվտանգություն չունենք եւ այդ մասով հենց բարձրաձայնում ես թիրախի առարկա է դառնում հենց հանքարդյունահանող ընկերությունների կողմից եւ պետական մարմինների կողմից էլ անտարբերությունը բացարձակ
եւ պետական բյուջեն այնքան չի հատկացնում գումար, որ օրինակ եթե մեր մոտ աղետներ լինեն, մենք կարողանանք դրան դիմակայել կամ գոնե վնասները փոխհատուցել կամ վնասները չեզոքացնել։ Ընդամենը մեկ գետի աղտոտումից վերականգնումը Ամերիկայում արժեցել է $82 միլիոն։ Դուք պատկերացրեք մեր մոտ ինչքան գետեր են աղտոտվում, Աստված չանի մի աղետ լինի պոչամբարներում, այդ պոչամբարների դիրքը լեռնային գոտիների պարագայում քաղաքները ավելի ցածր են, քան պոչամբարները շատ դեպքում կամ համայնքները։ Դրանք բերելու են նրան, որ այդ ուղղակի այդ համայնքները մնալու են այդ պոչամբարների տակ։ Այն դեպքում, որ մենք շատ սեյսմիկ գոտի ենք, որ եթե դիտարկենք առնվազն տարվա մեջ 2-3 անգամ ամբողջ տարածաշրջանով մենք ունենում ենք երկրաշարժներ, այդ թվում նաև Թուրքիայում, այդ թվում Ադրբեջանում, այդ թվում Հայաստանում տարբեր օջախներ ունենք մենք եւ դա ոչ մի տիպի սահման չի ճանաչում, ոչ ազգություն, ինչպես ասում են, բնություն, ոչ սահման է ճանաչում, ոչ ազգություն, ոչ սեռ, ոչ պաշտոնյա, երբ որ երկրաշարժ լինի չեն նայելու թե օջախը որտեղ է, ուղիղ ազդեցություն ունենալու այդ ամբողջը նաեւ Հայաստանի վրա։ Բացի պետական կառույցներից, երբ որ խոսում ենք ուղղակի հասարակ մարդու մասին, այսօր նշվում է բնության պահպանության միջազգային օրը։ Ձեր կարծիքով սա ուղղակի տոն է, որը նշում ենք, հիշում ենք, թե որպես լինելով նաև հասարակական կազմակերպության ղեկավար նկատում եք, որ մարդկանց մեջ բարձրացել է այդ գիտակցությունը, որ ռեսուրսները պետք է ճիշտ օգտագործել, թե հակառակ process-ն եք նկատում։ Նայած, եթե մենք խոսում ենք պաշտոնյաների մակարդակով, ապա չկա այդ գիտակցությունը։ Կա ուղղակի անտարբերություն, կա անպատասխանատվություն, երբեմն խնդիրները արմատապես բացարձակ տոտալ չեն հասկանում, ինչքան էլ ուզում է բացատրես, մեկը իրանք դա չեն հասկանում եւ ցանկություն չունեն հասկանալու, դա կոչվում է քաղաքական կամքի բացակայություն, այդ խնդիրները հասկանալու, որտեղ բիզնեսը ավելի ուժեղ է եւ բիզնես շահերն ու կապերը շատ ավելի ուժեղ են, կապիտալը ավելի ուժեղ է, քան օրինակ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստական շրջանակները, երբեմն իհարկե հաղթում են նաև բնապահպանական շրջանակների պայքարը, մի քանի մարզեր կարամ նշեմ, որտեղ որ նոր հանքեր ուղղակի չբացվեցին, որովհետև բնակչությունը ուներ այդ գիտակցությունը, դա Լոռու մարզն էր եւ Արարատի մարզը հիմա պայքարագնում Վայոց-Ձորում Ազատեկի հետ կապված փորձում են նորից շահագործման հնարավորություններ ստեղծել ընկերությունների համար։ Տեսեք, իսկ շարքային քիչ դժվար ձևակերպում շարքային քաղաքացի, բայց քաղաքացու գյուղացու համար բնության մասով իրենց պատկերացումներն ունեն, ինչ է իրավունքը, բնապահպանական իրավունքը եւ իրանք օղնոցուցով դա զգում են։ Իրանք ուզում են ունենալ մաքուր ջուր, հող, օդ, դա շատ պարզ է եւ ուզում են այդ գործունեության ինչ որ անում են արդյունավետ լինի։ Հաշվի առնելով նաև բոլոր այն աղետները կամ այն բոլոր ռիսկերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք կան կարկուտ, չգիտեմ, ջրհեղեղ, եթե լինի, ինչը քիչ չի լինում դեպքեր, որ մենք ունենում ենք նաև ջրհեղեղներ, անկանոն կլիմայի փոփոխությունը հիմա բերել է նաև նման պատկերների, որ օրինակ, չգիտեմ, կարկուտից կամ ջրհեղեղից ամբողջ բերքը կարա վնասվի կամ տարվա վերջ ուղղակի այդ բերքը այնքան քիչ արժեք ունենա, որ մի բան էլ վնասով գյուղացին դուրս գա։ Երբեմն գյուղացիներ մնում են ուղղակի անպաշտպան, որովհետև չունեն մեխանիզմներ ինքնակազմակերպման, չգիտեն իրենց իրավունքները ինչպես պաշտպանել, ինչպես օգտվել օրինակ կառավարության տրված հնարավորություններից։ Իմ հորդորն է նա, որ համայնքի ղեկավարները լինեն պատասխանատու եւ հնարավոր բոլոր առիթներն օգտագործեն իրենց համայնքները պաշտպանելու եւ կարկուտից եւ ոռոգման համակարգեր ստեղծեն իրենց համայնքների համար, որպեսզի հնարավորինս քիչ լինի ջրի օգտագործումը։ Սա որ բազային բաներ են, որոնք որ ինչ կարող ենք անենք մենք, երբ որ մենք ուղղակի ծորակը բացում ենք, այգի ենք ջրում կամ ջուր ենք խմում։ Սա մեզ թվում է թե անսահմանափակ է ջուրը, բայց ջուրը ամենաթանկ ռեսուրսն է կամ ամենաթանկ պաշարն է, որը պետք է գնահատել եւ աշխարհում գնալով ջրի գինը ավելի է բարձրանալու, քան ցանկացած այլ մետաղի կամ նավթի կամ որևէ այլ նյութի։ Մենք խոսեցինք խնդիրներից, թերություններից, իսկ կան առավելություններ եւ կան աշխատանքներ, որ արվում են եւ նկատելի են, հատկապես եթե բնության պահպանության մասին ենք խոսում։ Գիտեք, այո, ինչու ոչ, կան դրական ազդեցություն կամ դրական ծրագրեր եւս կան,
կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք որ վերականգնում են անտառներ, հեկտարներով անտառներ են վերականգնում, որտեղ մենք կանաչ տարածքների լուրջ խնդիր ունենք, տարիներով հատվել է, անխնահատվել է։ Ունենք նաև դեպքեր, ծրագրեր, որտեղ որ միջազգային կառույցների, Հայաստանի կառավարության եւ համայնքապետարանների կամ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվել են ոռոգման համակարգեր, օրինակ մեկը Գնդեվազում մենք 120 հեկտար հողեր ոռոգել ենք դարձրել, որը հիմք է հանդիսացել մարդկանց եկամտի աղբյուրի ավելացման, ինչպես նաեւ ջրի խնայողության։ Դա կուլտուրա է, որը պետք է լինի եւ նաեւ ծակրթությունն է, որը չես կարող գյուղացուն պահանջել, որ ինքը կաթիլային համակարգ ունի, երբ որ առվի միջոցով է ստանում իր ջուրը, դա անհնար բան է։ Եվ ամենակարևորը, էլի շարունակում եմ պնդել, որ կրթությունը ամենակարևորն է այս առումով, որ տեղեկացված լինել, տեղեկացված քաղաքացին ամենապաշտպանված քաղաքացին է, որովհետև իրեն խաբելը շատ ավելի դժվար է։ Եվ երբ որ գյուղատնտեսության արդի մեթոդները ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ լիքը բան ուղղակի մեր գյուղերում չգիտեն եւ ցանկություն չունեն իմանալ։ Սա եւս լուրջ խնդիր է, որ տպավորությունով իրենք ամբողջ կյանք ամեն ինչ գիտեն, բայց նոր տեխնոլոգիաների մասին չեն ուզում իմանան, որ կարող է իրենց կյանքը հեշտացնել, եկամուտները շատացնել եւ քիչ տանջվելով մեծ եկամուտներ ունենալ, այսինքն գրագետ գյուղատնտեսությամբ զբաղվելը եւս մեր յուրաքանչյուրի, այսպես եթե ուզում են գյուղատնտեսությամբ զբաղվել, հատկապես մի երկրում, որտեղ որ պարենի խնդիր կա, որտեղ որ մենք պատերազմող երկրի կարգավիճակ ունենք, մենք չգիտենք ցանկացած պահի կարա մեր սահմանները փակվի եւ մենք ուղղակի ցորեն չունենանք հացահատիկի խնդիր ունենանք եւ այս տեսակ հարցերը պիտի ուղղակի պետական բարձր մակարդակով վերահսկելի կամ կառավարելի լինեն։ Մենք տասնյակ հեկտարներով, հարյուրավոր հեկտարներով հողեր ունենք, որոնք օրինակ սեփականատերերը վաղուց Հայաստանից հեռացել են 90-ականներին, այդ հողերը вообще թարապես չեն մշակվում։ Եվ այդ հողերը դեգրադացվում են տարիների ընթացքում եւ դրանց վերականգնումը եւս պիտի լինի Հայաստանի ոնց որ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ցավոք մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, այն կից է էկոնոմիկայի նախարարությանը, ինչը շատ վատ է։ Այսինքն մենք բոլորս սնունդ ենք սպառում եւ դրա անվտանգությունը եւս շատ կարեւոր է։ Մենք անցած տարի նկարահանեցինք կեղտաջրերի մասին ֆիլմ, կոչված Զվանքի գործոն, եւ ցույց տվեցինք, թե ինչպես է մեր երկրում կեղտաջրերի 0.1% ընդամենը ֆիլտրվում ինչ-որ ձև, ամբողջ կեղտաջուրը հայտնվում է Արարատյան դաշտում եւ ոռոգվում է մեր բերքը։ Ես չեմ կարող բոլորին մեղադրել նրանում, որ իրենք կեղտաջրով են ոռոգում, որովհետեւ դեպքեր կլինեն, որ լավ մաքուր նորմալ ջրով են եւս ոռոգում, եւ բայց շուկայում ենք ոնց որ ասում են թացը չորի նախառնվում։ Մեզնից ոչ մեկ չգիտի ինչ լոլիկ ենք գնում, ինչ ելակ կամ մնացած տեսակի սնունդ եւ ամբողջը հայտնվում է մեր երեխաների, մեր ուրեմն սննդակարգում։ Նշեցիք, որ նկարահանում եք նման թեմաներով ֆիլմեր, այն արձագանք եք ստանում եւ որքանով են մարդիկ հետաքրքրված դիտում եւ ինչպես կարող են այդ ձեր նկարահանած ֆիլմերը դիտել։ Մեր տեսանյութերը բոլորը հասանելի են ուրեմն YouTube-ում, աշխատում ենք հիմնականում հեռուստատեսությունների որպեսզի իրանք էլ կարողանան ցուցադրել դա, բարձր որակով կարող ենք տրամադրել ցանկացած TV-ի, որը կուզենա դա հեռարձակել, անվճար ենք տրամադրում եւ այդ ֆիլմերը հիմնականում մեծ ազդեցություն են ունենում, եթե հասանելի է դառնում լայն լսարանի, դիտում են, քաղաքականությունը մշակվում երբեմն, գուցե ֆիկտիվ, գուցե ոչ ֆիկտիվ, բայց ուշադրություն գրավում է, հատկապես են, որ պետական պաշտոնյաներին հարցումներ անելիս առնվազն մի քիչ անհանգստանում են եւ ստիպված հարցումներին ինչ որ կերպ փորձում են պատասխանել։ Ճիշտ է, պատասխանները միշտ չի որ բավարարում են, որովհետև երբեմն խուսափողական են, երբեմն ուղղակի ձևական բնույթ են կրում, որ մենակ թե պատասխան տան, ընթացակարգը ապահովեն, բայց երբեմն է լինում է, որ շատ մեծ համառության արդյունքում մեր լրագրողական թիմի մեզ հաջողվում է երբեմն պետական պաշտոնյաներից ուղիղ հարցազրույցներ վերցնել, օրինակ ամենաանպատասխանատու կամ ոչ թափանցիկ կառույցներից մեկը տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունն է եւ իր ջրային կոմիտեն, որը որ իր ստորա
ենթակաբաժինն է, այսպես մենք անցած տարի փորձեցինք ջրային կոմիտեի նախագահի տեղակալի հետ հարցազրույցանել եւ մեզ դա հաջողվեց, բայց մեծ չարչարանքների արդյունքում իմ հորդորն է պետական մարմիններին, որոնք որ մեր ուղիղ կենցաղի կյանքի եւ սննդի կամ առհասարակ տարբեր ոլորտների հետ ուղիղ կառավարում են իրականացնում, հաշվետու լինեն, որովհետեւ այնպես չի, որ ամեն օր իրենց դուռ ինչ որ մի լրագրողաց էծում եւ այդ կարգի բարդ հարցեր է տալիս ու ցանկալի է այդ առիթը օգտագործել եւ պատասխանել, որովհետեւ մենք հանրության համար ենք աշխատում եւ ոչ թե մեր սեփական անձի, չգիտեմ, էգոն ենք բավարարում։ Իսկ որոշ չափով լինում է ստանալ ձեր ցանկալի պատասխանները։ Գիտեք, միշտ պատասխաններ ստանում ենք, բայց դրանք ցանկալի են, դրանք խնդրի լուծում պարունակում են, թե ոչ, դրանք երկրորդային են։ Այսինքն միշտ չի, որ պատասխանը բավարար ապահովում է, քո խնդրի լուծումը չի լինում այդպես։ Պրոբլեմներն այնքան մեծ են, այնքան բարդ են, որ իրանք տարիների ջանք ու եռանդ են պահանջում, որպեսզի լուծվեն, բայց միևնույն ժամանակ մենք երբ որ հետ ենք նայում որպես ընտրող քաղաքացի, նայում ենք երբ ենք մենք ընտրել կառավարություն եւ այդ ընթացքում ինչ ա փոխվել, զուտ շարքային փողոց ես դուրս գալիս, չգիտեմ, ջուր ես խմում, արվով ջուր ես տանում կամ չգիտեմ, կենցաղ ես վարում, հասկանում ես, որ քո կյանքի վրա շատ մեծ փոփոխություն չկա այդ մարդկանց արած կառավարման տեսակետից այս կարգի լուրջ հարցերում։ Գուցե միտեղ ասֆալտ է փռվում, միտեղ, չգիտեմ, ավելի հարմար մի բան է ստեղծվում, համայնքային մի բան ստեղծվում է, պետք չի նաև ուրանալ դա, բայց գլոբալ առումով գլոբալ հարցերը մնում են անլուծելի։ Նաև ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ նաև այս բնության պահպանության հիմնական խնդիրները պետք է այսպես ասած մարդկանց մեջ սերմանվի փոքրուց, այսինքն ինձ թվում է, որ պետք է նաև դպրոցներում եւ բուհերում նման խնդիրները լուսաբանվեն եւ դասավանդվեն։ Ինչ եք նկատում բնապահպանության թեմաներ, որքանով են դպրոցներում եւ բուհերում քննարկվում եւ ինչ բացեր կան հատկապես այս ոլորտում։ Կարծում եմ, որ մանկապարտեզից սկսված պետք է հասկացնել երեխային աղբը ինչպես պետք է վարվել աղբի հետ, բայց միևնույն ժամանակ երբ որ նույն երեխան փողոցա դուրս գալի եւ խեղդվում է այդ փոշուց, համար աբսուրդային է իրավիճակը, երբ որ ինքը խեղդվում է կեղտի մեջ, բայց իրան մանկապարտեզում ասում են պետք է աղբը գետին չգցես, համապատասխան տեղում լինի, մյուս բանն էլ որ մեծանում է ու հասկանում է այ Բարաշենի աղբավայրում ոչ մի աղբել չի վերամշակվում, ինչ կապ ունի ինքը աղբը որտեղ է գցել, բայց կրթություն իհարկե պետք է եւ հենց այդ կրթված սերունդը գուցե հետագայում մեր երկրի առկա խնդիրները բնապահպանության ոլորտում կարողանա արմատապես լուծել, որովհետև այդ չկրթությունն է բերել այն պաշտոնյաներին, որոնք որ չկրթված բնապահպանական իրավունքից ոչինչ չհասկանալով պաշտոններ են զբաղացնում եւ պարզա որ ոլորտը ղեկավարելը ձեռի հետ ոտի վրա սովորելով իբրև թե եւ միտեղ զիջելով բիզնեսին, միտեղ սեփական շահերին առաջ են գնում։ Ինչ վերաբերվում է համալսարաններին եւ դպրոցներին կրթությունը կա դպրոցներում որքանով գիտեմ կա հասարակագիտություն առարկա, որոնք քիչ շատից իրազեկում են դե որակ ինչպիսին է չեմ կարող ասել, դա էլ ուսուցչից կախված բան է։ Համալսարաններում դա գիտեք ոնց ամեն ֆակուլտետ ունի իր առարկաների ցուցակը մի քիչ բարդ է գնալ մաթեմատիկական, չգիտեմ, ուղղվածությամբ մի բուհի ասել ինչու բնապահպանության ոլորտի, չգիտեմ, դասընթաց չունես։ Բացի այդ էլ նախ մենք պետք է ունենանք բազա, ովքեր են դասավանդում, ինչ են դասավանդում, ինչ մեթոդով են դասավանդում, այդ շատ կարևոր է։ Մեր կազմակերպությունը հիմնել է էկոիրավունքի դպրոց, որի շրջանակներում մենք արդեն երրորդ տարին է կրթում ենք փաստաբանների վերապատրաստման այսպես 2-3 օրյա դասընթացներ են դրանք լինում, նախ ֆինանսի խնդիր կա, փորձում ենք տարբեր աղբյուրներից հայթայթել, որպեսզի այդ կրթությունը լինի նախ անվճար։ Երկրորդը այս տարի ավելի ընդլայնում ենք մեր դպրոցը եւ ներգրավում ենք ազդակիր համայնքի բնակիչների տարբեր համայնքներից 3-4 մարզ նաեւ հետագայում Երևանում ենք անելու եւ Թիրախ Լեսարյանը կամ Թիրախ մարդիկ ովքեր կուզենան մասնակցել կարան լինեն եւ Կոտայքի մարզից եւ Հարակից այլ գյուղերից մի խոսքով մենք սահմանափակում այս անգամ
չենք դնելու, որովհետև նախորդ 3 դասերը եղել են հիմնականում փաստաբանների համար։ Եվ այդ էկոկրթության շրջանակներում ընտրել ենք այնպիսի փաստաբանների, այնպիսի մարդկանց, ովքեր Հայաստանում ունեն կոնկրետ փորձ բնապահպանական իրավունքը իրացնելու դատարաններում, ունեն փորձ դիմադրություն կազմակերպելու տարբեր համայնքներում ընդդեմ հանքարդյունահանող ընկերությունների վայրագործողությունների կամ շահագործման, այս տեսակ փորձով մարդկանց են հրավիրել, որոնք որ կօգնեն սովորեցնեն, իրենց փորձով կկիսվեն, գիտելիքներ կփոխանցեն։ Նաև Ֆրանսիայից ենք մենք փորձագետ հրավիրել, փաստաբան, Greenpeace-ի փաստաբանին ենք հրավիրել Հայաստան, եւ որի դասընթացի շրջանակներում ծանոթանալու ենք միջազգային կոնվենցիաներին, իրավունքներին, պաշտպանությանը, բնության պաշտպանությանը պրակտիկորեն, որովհետեւ աշխարհում այդ տեսակ հսկա հզոր, չգիտեմ, բնապահպանական շարժումների դեմ եւս կան դատական գործեր եւ նաեւ դատեր, որոնք որ շահում են ասենք փաստաբանական խմբեր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւս կան օրինակ բնապահպանության ուղղվածությամբ ուրեմն օրենքներ, կոնվենցիաներ, որոնք պետք է պաշտպանել եւ հենց այդ մասնագետները ուղիղ այնտեղից պիտի գան եւ այստեղ կրթեն։ Իմ փորձում եք նաեւ միջազգային փորձը։ Այո, անպայման ուզում ենք դրսից էլ, որովհետեւ իրավունքը, որը Հայաստանում է գրված մեր օրենքների շրջանակում, դա բավարար չի, որովհետեւ Հայաստանը ստանձնել է մի շարք միջազգային կոնվենցիաներով պարտավորություններ, Օրհուսի կոնվենցիան եւ Բեռնի կոնվենցիան եւ ջրերի մասով կոնվենցիան, մի շարք այլ կոնվենցիաներ եւս կգտնվեն օդի հետ կապված պաշտպանության, որոնք որ ստորագրել ես որպես պետություն եւ պիտի պաշտպանես, ուղղակի դա թուղթ չի, որ ստորագրել ես կամ ամեն տարի ինչ որ մի միջազգային միջոցառում չի COP չգիտեմ 29 կամ COP 17-ն աշուտով Հայաստանում տեղի ունենալու, ուղղակի այդպես ձևական չի, որ պիտի կազմակերպես սիրուն ցուցադրես կամ բողոքես, որ Ադրբեջանում օրինակ COP 29-ը տեղի ունենում, անցած տարի, եթե հիշում եք, Գրետա Թունբերգն էր Հայաստան որոշել գալ երևի հիշեք, այս տարի COP 17-ը Հայաստանում է տեղի ունենալու եւ որպեսզի մենք դուրս գանք ձևական բնույթի միջոցառումների շրջանակից եւ իրապես խոսենք մեր խնդիրներից եւ լուծումներ գտնենք այդ խնդիրների համար, պետք է որ պետական մարմինները, որոնք ստանձնել են միջազգային պարտավորություններ, հետևեն դրանց, այլ ոչ թե շրջանցեն եւ հանուն բիզնեսի վնաս պատճառեն բնությանը եւ մեզ։ Իսկ բացի դասընթացներից, որոնք դուք կազմակերպում եք, կազմակերպությունը լինում են դեպքեր, երբ որ այցեր եք կատարում դպրոցներ կամ բուհեր եւ ձեր փորձով փորձում եք կիսվել նրանց հետ։ Ճիշտն ասած, եթե հրավերներ լինեն, սիրով կմասնակցենք, բայց այս պահին չունենք տենց հրավերներ։ Գաղափարներ կան հետագայում այս կրթությունը սարքել ոչ ֆորմալից ֆորմալ, բայց դրա համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, մենք հազիվ կարողանում ենք հիմա միջազգային ֆոնդերից գտնել գումար ոչ ֆորմալ կրթության համար, այնքան մինչև որ կհանգեցնենք խնդիրը նրան, որ պետական ուրեմն կրթական համակարգում տեղ կգտնի էկոկրթությունը եւ կկազմենք դրա համար հստակ օրակարգ, դասընթացների ցուցակ, դասախոսների ցուցակ, ովքեր պիտի դասավանդեն, սա յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ բան է, ինչպես որ ամեն առավոտ վեր ենք կենում եւ մի բաժակ ջուր ենք խմում։ Նաեւ մեր ժամանակներում մեծ դեր ունի համացանցը։ Ձեր կարծիքով նաեւ կազմակերպությունը որքանով է կարողանում համացանցի միջոցով եւ դա ինչպես է օգուտ տալիս նաեւ մարդկանց, քանի որ հիմա շատ ինֆորմացիա մենք ստանում ենք համացանցի ինտերնետին։ Ինչպիսի փոփոխություններ եք նկատում, հնարավոր է համացանցի միջոցով մարդկանց մեջ այդ բալանսը ավելացնել։ Համացանցը եւս ունի իր դրական եւ բացասական ազդեցությունն առումով, որ fake տեղեկատվությունը շատ է եւ այդ fake-ի եւ clickbait-երի կայքերի արանքում փորձում ես իրական խնդիրներ վերհանել եւ բարձրաձայնել եւ ակնհայտ է, որ բավականին դժվար է մեզ հաջողվում ուղղակի ճեղքել առօրյա լրատվական հոսքերը եւ բնապահպանական խնդիրները բերել օրակարգ։ Տարվա մեջ մեկ ֆիլմ ենք անում օրինակի համար, որը գուցե 5-6 տարի, 10 տարի այդ խնդիրը չլուծվի եւ այդ ֆիլմը լինի ակտուալ։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ ֆիլմը իր ակտուալությունը կորցնի, որովհետեւ այդ խնդիրը լուծվի վերջապես, ասենք կեղտաջրերի հարցը Հայաստանում լուծվի եւ
զզվանքի գործոն ֆիլմը առ չունենանք էլ ոչ միտեղ ցույց տալու, բայց ցավոք այդպես չի եւ մենք ունենք իրավիճակ, որտեղ որ համացանցում միջև որ համապատասխան եւս ներդրում չես անում ուսեն գովազդի տեսքով նյութերը մնում են անտեսված շատ դեպքերում իհարկե ունի իր լսարանը մեր կազմակերպությունը մոտ 8000-ից ավել հետևորդ ունի ինչ շատ քիչ է եւ մեր գործընկերների էջերն էլ ասենք եթե դիտարկենք գումարած մի 20-25 հազարի շրջանակը չի անցնում Երևի մեր թերացումն էլ է դա, որովհետև ինչպես ասում են մեծանում ենք եւ ոնց որ օրինակ ես TikTok-ում չկամ կամ այլ։ Փոքր հետ ենք մնում։ Հա, այսինքն մենք կարիք ունենք նաեւ երիտասարդների, որոնք որ կուզենան այդ կարգի թեմաները վերցնեն եւ հենց այլ ցանցերում տարածել, իրազեկել եւ լինել առաջամարտիկ, ինչու ոչ։ Այս ոլորտը այնքան բարդ ոլորտ է եւ այնքան պատասխանատու ոլորտ է ու բաց, այսինքն մենք շատ քիչ ենք եթե մարդիկ կան, որոնք որ ցանկություն ունեն սովորել բնապահպանական իրավունք, բնության պաշտպան դառնան, կարող են միանալ եւ հենց իրենք լինեն առաջամարտիկ, ինչպես նաեւ աշխարհում բազմաթիվ կրթական համակարգեր կան, ինստիտուտներ կան, որտեղ կարելի է անվճար ուղղակի սովորել, ճամփորդել Իհարկե հետ վերադառնալ Հայաստան եւ Հայաստանի բնության մասին եւս մտահոգվել եւ խնդիրներին լուծումներ տալ։ Ես նաեւ ուզում եմ խոսենք գազམ་ակերպության հետագա պլանների մասին, ինչ նոր նախագծեր եւ պլաններ ունեք այս տարի անցկացնելու։ Այս տարի մենք էկոիրավունքի դպրոցն ենք իրականացնելու 3 սեսիա, այսպես ասած։ Մեկը ամսի 7-ին եւ 8-ին հունիսի աղվերանում լինելու, մյուսը հունիսի 27-ից 29-ը Ջերմուկում եւ օգոստոսի 2-ին Երևանում եւ մենք ընտրել ենք նաեւ ավելի շուտ մենք մի ծրագիր եւս պիտի իրականացնենք այս տարի Գերմանիայի ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ նախորդ ծրագիրը Դանիայի ԱԳՆ-ի հետ էր համագործակցությամբ ֆոնդը կոչվում է SISU քաղաքացիությանը զարգացնելու ուղղված ֆոնդ է Երկրորդը, որում մենք ուզում ենք իրականացնել, ընտրել ենք մի ծրագիր, որտեղ որ պետք է ոդկասթեր նկարենք Հայաստանի մարզերի ակտիվ կանանց ներգրավելով, բնապահպանական թեմաներ շոշափելով եւ իրավունքի տեսակետից քննարկում ունենալով, որտեղ ինչպես տեսնում ենք Երևանում կյանքը եռում է եւ քաղաքական հասարակական ակտիվությունը շատ ավելի բարձր է։ Իսկ մարզերում լիքը աշխատանք անող ակտիվ մարդիկ դուրս են մնում այդ ցանցից, այդ ակտիվությունից եւ մենք որոշել ենք այդպիսի ոդկասթերի շարք անենք եթերը գնալու Բուն TV-ով եւ մոտ 20 հաղորդում նկարելու ենք դրանք ծրագրեր են որոնք որ սկիզբ ենք դնում որը որ հետագա ընթացք ունենալու այսինքն չենք սահմանափակվել 20 հոգով կամ այս 3 հատ դպրոցով Սա հնարավորությունն է շատ գրագետ ամեն ինչ կազմակերպելու եւ մատուցելու այդ գիտելիքը, որը ինչպես ասում են ներդրում է հետագա ծրագրերի մեջ ցույց տալու համար թե իրապես խնդիրները ինչքան կան եւ ինչքան կարեւոր են նաեւ դրանց մատուցումը ինչպես է արվում Այդիկին Ենոքյան մեր զրույց ամփոփելով ես կցանկանայի որ այսօրվա հետ կապված ինչ ուղերձ ունեք հատկապես երիտասարդներին ինչպես պետք է պատասխանատու մոտենալ բնությանը ավելի պատասխանատու լինել քան ավելի սպառողի դիրք գրավել Ես մեր երիտասարդությանը կոչ եմ անում պասիվ չլինել եւ չհամարել, որ բնապահպանությունը հետամնաց կամ չգիտեմ ինչ որ 10-րդական ոլորտի հարց է ու իրենց դա չի վերաբերվում բնապահպանական խնդիրները ձեր, մեր բոլորիս դեռ մեր չծնված երեխաների, մեր ծնված երեխաների, մեր տարեց ստատիկ պապիկների յուրաքանչյուրի կյանքի, որակի եւ կյանքին վերաբերվող հարց է եւ Սկզբում աթվում դա մի տեսակ հետամնաց մի թեմա է, դա չի, մենք դրանով չենք զբաղվում եւ այլն, բայց հենց ուղիղ առնչվում ես նրա հետ, որ ուզում ես այգի ջրես ջուր երբ որ առնչվում ես նրա հետ, որ բերքը ունես, չգիտես ոնց վաճառես, երբ որ առնչվում ես բնական աղետների հետ, հասկանում ես, որ բնության մեջ ես ապրում եւ այդ բնության խնդիրները կառավարող մարմինները անպատասխանատու են գտնվել, ոչինչ չեն կազմակերպել, չեն կանխատեսել ռիսկերը, չեն կառավարել այդ ռիսկերը Ես իրենց կոչ եմ անում, որպեսզի լինեն պատասխանատու, պահանջատեր, գիտակից իրենց իրավունքները իմանան,
որտեղ ամեն քայլափոխի ձեզ սպասվում է բնության հետ հանդիպում։ Ինչքան պաշտպանված լինեք, իրազեկ լինեք եւ սիրեք բնությունը, այնքան հնարավորություն կունենաք շատ ավելի համերաշխ ապրել բնության մեջ եւ պահանջատեր լինել նաեւ Հայաստանի կառավարությունից, պետությունից։ Շնորհակալ եմ Ժանտիկին Ենոքյան հետաքրքիր զրույցի համար եւ հուսով եմ, որ մեր հեռուստադիտողին ինչ որ չափով զրույցը օգտակար կլինի։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Կանաչ Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Թեհմինե Ենոքյանի հետ։ Իսկ հիմա առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք մեր թողարկումը։ Բոլորս գիտենք, որ տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ եւ ահա Չինաստանում ստեղծվել է արդեն հյուրանոցային համարները մաքրելու համար հատուկ ռոբոտներ։ Հատուկ հյուրանոցային սենյակների մաքրման համար նախատեսված ռոբոտը կատարում է ամեն ինչ, սկսած ցնցուղների, լվացարանների մաքրումից մինչև սենյակների մաքրումն ու կենցաղային պարագաների համալրումը։ Մարդանման ռոբոտը կառուցված է բարձրությունը կարգավորող կորպուսով եւ բազմակողմանի անիվներով։ Ընկերության վերջերս հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է ռոբոտը ինքնուրույն շարժվում սենյակում, փոշեկուլով մաքրում հատակը, ապա զգուշորեն աղբը նետում աղբամանի մեջ առանց մարդու օգնության։ Եվ իրոք տեխնոլոգիան զարգանում է աննախադեպ արագությամբ եւ այնինչ նախկինում հնարավոր էր միայն ֆիլմերում, այսօր արդեն իրական է դարձել։ Եվ միշտ կա մի բան, այս ռոբոտների զարգացման եւ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ միշտ կա մի բան, որը բացառապես պայմանավորված է մարդու գործոնով, քանի որ հենց մարդիկ են ստեղծում այս ռոբոտները։ Եվ որքան զարգանում է տեխնիկան, այնքան կարևորվում է մարդու կրթվածությունն ու հմտություններն ու նրա արժեքային համակարգը։ Դե ինչ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Գիտեք, որ օրգանիզմում յոդի տևական պակասի դեպքում կարող է ի հայտ գալ ոչ միայն վահանաձև կեղծի հետ կապված խնդիրներ, այլև այլ օրգանների ու համակարգերի հետ կապված խնդիրներ։ Յոդի դեֆիցիտի մասին կարող է հուշել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հաճախակի հարբուխը, գերհոգնածությունը, հաճախակի սուր շնչառական վարակները, անեմիան, այտուցների նկատմամբ հակվածությունը եւ քաշի ավելացումը շատ կարճ ժամանակահատվածում, մաշկի չորությունն ու մազաթափությունը, իսկ ռիսկային խմբում հատկապես գտնվում են հղի կանայք եւ կերակրող մայրերը, ինչպես նաեւ միջև 3 տարեկան երեխաներն ու դեռահասները։ Այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգը համալրել յոդով հարուստ մթերքներով։ Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը եւ այն փոխարինել ծովամթերքներով, օրինակ ձկներով, ծովախեցգետնով եւ խեցգետնով։ Բացի դրանից յոդով հարուստ են նաեւ լոբազգիները եւ հացազգիները։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հեռուստաէկրանների առջև հրավիրում եմ մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին։ Երբ խոսում ենք ժամանակակից քաղաքների մասին, որոնք համատեղել են բարձր տեխնոլոգիաներն եւ կայուն զարգացումը, ապա Սինգապուրը արժանիորեն գտնվում է առաջատարների դիրքում։ Այս փոքրիկ կղզային պետությունը դարձել է համաշխարհային օրինակ, թե ինչպես կարելի է քաղաք կառուցել, որտեղ երկնաքարերն ու այգիները ներդաշնակորեն լրացնում են միմյանց։ Այստեղ ոչ միայն ամեն ինչ ճշգրիտ է ու մաքուր, այլև ամեն քայլափոխի զգացվում է, որ քաղաքը ապրում է ապագայի օրենքներով։ Իսկ հիմա հերթն է, երբ ծանոթանում ենք Սինգապուրի պատմության հետ։ Սինգապուրն այսօր ոչ միայն Ասիայի, այլև ամբողջ աշխարհի ամենակազմակերպված ու ուխելացի քաղաքներից մեկն է։ Մինչ աշխարհի շատ երկրներ դեռ պայքարում են օդի աղտոտման կամ քաղաքային խցանումների դեմ, այստեղ արդեն գործում է ավտոմատացված մետրոներ, անօդաչու տաքսիներ եւ խելացի աղբամաններ, որոնք տեղեկացնում են, թե երբ պետք է դատարկվեն։ Երկիրը տարեկան միլիարդավոր դոլարներ է ներդրում մաքուր էներգիայի ջրի վերամշակման մեջ։ Արդյունքում նույնիսկ գերզբաղված քաղաքային տարածքներում հնարավոր է տեսնել կախովի այգիներ եւ տանիքապատ անտառներ։ Սինգապուրը առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է, արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունը։ Բրիտանացի գաղութարար Սթեմֆորդ Ռաֆլսը 1819 թվականին հիմնադրել է գաղութային Սինգապուրը որպես բրիտանական արևելահնդկական ընկերության առևտրական կետ։ 1858 թվականին նրա լուծարումից հետո կղզիները փոխանցվում են բրիտանական Հնդկաստանին որպես թագավորական գաղութ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
Սինգապուրը բռնազավթվել է Ճապոնիայի կողմից։ Այն Բրիտանիայից անկախություն է ձեռք բերել 1963 թվականին, միավորվելով բրիտանական նախկին գաղութների հետ։ Սակայն գաղափարական տարբերություններից ելնելով 2 տարի անց սինգապուրցիները անջատվում են նրանից 1965 թվականին ձևավորվելով որպես ինքնիշխան ազգ։ Սինգապուրի նշանավոր այգիները ներառում են Սինգապուրի բուսաբանական այգին, 150-ամյա արևադարձային անտառը, որը Սինգապուրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության առաջին օբյեկտն է հանդիսանում եւ հանդիսանում է զբոսաշրջային կարևոր ուղղություն։ Երկիրը ունի արևադարձային կլիմա, առանց հատուկ ընդգծված սեզոնների, հավասարաչափ ջերմաստիճանով, բարձր խոնավությամբ ու հորդեռատ տեղումներով։ Չնայած ոչ մեծ տարածքին, Սինգապուրում առկա են տարբեր մշակույթներ, լեզուներ եւ կրոնական դավանանքներ։ Երկրի այցեքարտերից մեկը նաեւ սնունդն է։ Խոհանոցը հարուստ է չինական, մալայական եւ հնդկական ուտեստներով։ Խոհանոցը մեծացել է շնորհիվ տարբեր խոհանոցների ավանդույթների հիբրիդացման։ Երկիրը չնայած իր փոքր տարածքին ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք համատեղում են ժամանակակից ճարտարապետությունը, բնությունը եւ մշակույթը։ Սինգապուրը եզակի երկիր է, որտեղ ավանդույթները եւ ապագան քայլում են կողք կողքի, իսկ ամեն քայլափոխի տեսարժան վայրերը ուղղակի հիացնում են։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ եւ վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցն ու թեմաները ձեզ համար ինչ-որ չափով եղան օգտակար։ Ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ աշխատողներին հաճելի աշխատանքային օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։